Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 14395 քաղաքացիի հետ է ստացել 1316 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 91400 դրամ է, այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $100 միլիոն արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը եւ բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ։ Ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ եւ օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված 7 համայնքների բնակիչներին եւ այցելուներին։ Դուշանբեում ապրիլի 21-ից 23-ը տեղի կունենա Հայաստանի եւ Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որին մասնակցելու համար պատվիրակություն գործուղելու մասին որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է ապրիլի 18-ին։ Պատվիրակությունը կղեկավարի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 2024 թվականին Հայաստանը Վրաստանից գնել է գրեթե 20,000 տոննա ցիտրուսային մրգեր։ Նախորդ տարի Վրաստանից ցիտրուսների արտահանումն աճել է 8.4%-ով եւ կազմել 58,000 տոննա։ Դրանք հիմնականում գնել են Հայաստանն ու Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները առաջարկում է չեզոք կարգավիճակ շնորհել Զապորոժիեի ատոմակայանի շրջակա տարածքներին եւ դրանք փոխանցել Վաշինգտոնի վերահսկողությանը Ուկրաինայում հրադադարի շրջանակներում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ աշխարհում ատոմակայանների համատեղ օգտագործման օրինակներ չկան, բացառելով օբյեկտի փոխանցումը Ուկրաինային կամ որևէ այլ երկրի։ 2025-ին Ռուսաստանում գնաճի կանխատեսումը բարձրացել է մինչև 7.6%, սեպտեմբերյան կանխատեսման 4.5%-ից։ Ռուսաստանի Դաշնությունում գնաճը տարեսկզբից մինչև ապրիլի 14-ը կազմել է 2.99%, տարեկան գնաճը ապրիլի 14-ի դրությամբ գերազանցել է 10.3%-ը։ Չինաստանը դադարեցրել է Միացյալ Նահանգներից հեղուկացված բնական գազի գնումը, միաժամանակ ավելացնելով դրա ներկրումը Ավստրալիայից, Ինդոնեզիայից եւ Բրունեյից։ 2024-ին Ամերիկան Չինաստանի շուկա հեղուկացված բնական գազի հիմնական մատակարարների հնգյակում էր։ Այն Չինաստան է արտահանել 4.15 միլիոն տոննա վառելի 2.4 միլիարդ դոլարի դիմաց։ Մեծ Բրիտանիան ժամանակավոր արգելել է եվրոպական մայրցամաքից մսի եւ կաթնամթերքի ներմուծումը։ Որոշումը պայմանավորված է եվրոպական մի շարք երկրներում դաբաղով հիվանդացության դեպքերի աճով։ Արգելքի տակ են նույնիսկ այն ապրանքները, որոնք փաթեթավորված են, նախապես տեսակավորված կամ գնված են duty free-ից։ Արտահերթ նիստով 24 ժամի առայժմով ազգային ժողովը քննարկում է եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգելու հարցը։ Օրենքը նախատեսում է վերջնաժամկետ սահմանել մայիսի 1-ը, պետք է հասցնել փոփոխել օրենքը նոր ժամկետ սահմանելով նոյեմբերի 1-ը։ Մենք ոչ թե մեխանիկորեն միայն նախագծով վերջնաժամկետը տեղափոխում ենք նոյեմբերի 1, այլ նաև հատուկ դրույթ ենք սահմանում, որ եթե քաղաքացին վերջնաժամկետը լրանալու պահին դիմել է նույնականացման քարտ ստանալու համար եւ դեռևս չի ստացել, ապա նրա համար ավտոմատ այդ վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ ստանալուն հաջորդ ամսվա 20-ը։ Հայտարարագրման համակարգի ներդրման պահից ի վեր արդիական է նույնականացման քարտերի խնդիրը։ Քաղաքացիները դժվարանում են նաև էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնել։ Հայտարարագրման համակարգը գործարկելուց անմիջապես հետո պատասխանատու գերատեսչություններից քաղաքացիներին ուղղորդեցին բջջային կապի օպերատորների գրասենյակներ ստորագրության էլեկտրոնային տարբերակը ձեռք բերելու համար, բայց սա վերաբերում է միայն ֆիզիկական քարտեր ունեցողներին, այսինքն եթե հեռախոսի քարտը վիրտուալ է, eSIM, էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնել հնարավոր չէ։ Ստիպված է էլեկտրոնային ստորագրություն ստանալու ցանկություն հայտնողը բջջային օպերատորից քարտ ֆիզիկապես առնի եւ շատ են նաեւ դեպքեր նոր հեռախոսային, նոր սերունդի հեռախոսային մեջ, որ նույնիսկ քարտի բնիկ չունեն, որպեսզի տեղադրում կատարեն։ Հետևաբար նաեւ ստիպված են լինելու հեռախոս առնեն, որպեսզի կարողանան բնիկի մեջ տեղադրեն ու կարողանան էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնել։ Նմանատիպ խնդիրներն են նաեւ պատճառը, որ մի խումբ падգամավորներ ցանկանում են փոփոխել հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը։ Քիչ են նաեւ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները։ Մոտավորապես 35,000 հոգի է այս պայմանությամբ հայտարարագիր լրացնել, մոտ 35,000 հոգի։
Ճիշտ եք ասում, այդ թիվը հայտարարագրման պարտավորություն ունեցող մարդկանց փոքր տոկոսն է, հիմա պատճառն եք ուզում իմանալ։ Պատճառ համար 1, որ մարդկանց մի զգալի մասը նույնականացման քարտ չի կարողանում ձեռք բերել չունի, պատճառ համար 2, ունեցողների մի զգալի մասը արդեն մի քանի ամիս գիտի, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1-ը։ Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է ոչ միայն հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ, այլ նաև մեկնարկային ամսաթիվ, այն է մարտի 2-ը։ Կողմ 63 դեմ 0 ձեռնպատ 12 որոշում ընդունվել է։ Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել Ջերարդ Լեոն Գաֆեսճյան 100 հուշադրամը։ Ոսկե հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում, անվանական արժեքը 10,000 դրամ է։